Սիրելի հայրենակիցներ, ողջունում եմ բոլորիդ։ Եվ այսպես 2027 թվականից բժիշկների համար գործելու է պարտադիր պահանջ անհատական լիցենզիա ունենալը։ Հիշենք, որ 2023 թվականից էլ գործում է շարունակական մասնագիտական զարգացման հավաստագիր ունենալու պարտադիր պահանջը։ Լիցենզիան վերաբերվում է բացառապես ավագ բուժաշխատողներին, այսինքն բժիշկներին, միջին բուժաշխատողները այս պրոցեսի միջով չեն անցնելու, նրանց պահանջ չի ներկայացված։ Այսպես, ինչ է սպասվում բժիշկներին։ Բոլոր այն ընթացակարգային հարցերը, որ դուք պետք է անցնեք տեստ, հետո գործնական, դիմեք, ինչքանով կանցնեք, ինչպես կլինի, այս թողնում եմ հետոյին, այսօր ես ուզում եմ խոսել, թե դուք ինչ փաստաթղթեր եք, այսպես ասած, համալրելու եւ դիմում եք ներկայացնելու լիազոր մարմնին, այսինքն առողջապահության նախարարությանը, որպեսզի դուք մասնակցեք տեստավորման, այսպես ասած, փուլին, առաջին փուլին։ Եվ առաջին փուլին մասնակցելու համար դուք հայտ պետք է ներկայացնեք, իսկ այդ հայտի համար անհրաժեշտ է նաև բժշկական տեղեկանք։ Հիմա ես դրա մասին եմ խոսելու։ Բժշկական տեղեկանքը իր մեջ ներառում է մասնագիտական գործունեության համար խոչընդոտ հանդիսացող վիճակների եւ հիվանդությունների ցանկի վերաբերյալ տեղեկատվություն։ Եվ այստեղ, եթե ցանկը ուշադիր ուսումնասիրեք, դուք պետք է անպայման գնաք հոգեկան առողջության կենտրոն, կախվածությունների կենտրոն, ապա նեղ մասնագիտական, նյարդաբանական, ակնաբանական խորհրդատվության, որպեսզի ունենաք այս տեղեկանքը ամբողջովին, այսինքն ձեզ անհրաժեշտ է լինելու այսպես քայլել, վազել այս մի քանի բժշկական կազմակերպությունները, որպեսզի կարողանալ ամբողջ տեղեկատվությունը հավաքել, գեներացնել եւ դրանից հետո նոր կարողանալ մնացած փաստաթղթերի հետ միասին դիմել առողջապահության նախարարություն, որպեսզի մասնակցեք տեստավորմանը։ Հիմա ես այստեղ ուզում եմ կենտրոնանալ ֆինանսական կոմպոնենտի վրա։ Այսպիսով, պետական տուրքը, որը պետք է բժիշկը վճարի, դա 6000 դրամ է, ապա երկու նեղ մասնագիտական այն կազմակերպությունները, որոնց անունը ես նշեցի, այնտեղ առնվազն 15-ից 20000 դրամ յուրաքանչյուր տեղեկանքի համար, որից հետո երկու նեղ մասնագիտական խորհրդատվություններ, որտեղ համավճարային սկզբունքով առնվազն 3-ից 6000 դրամ։ Հետևաբար 40-ից 50000 դրամ բժշկի վրա լրացուցիչ բեռ է լինելու, որպեսզի կարողանա մեկ տեղեկանք գեներացնի, որ որևէ հիվանդություն չունի, որը խոչընդոտում է իր մասնագիտական գործունեությունը։ Հարցս այսպես հռետորական ուզում եմ տալ բոլորին, արդյոք այդքան շատ են այն դեպքերը, երբ որ բժիշկը իր մասնագիտական գործունեությունը թերացել է կամ պացիենտին առողջության վնաս է հասցրել միայն նրա համար, որ ունի ինքը առողջական, հոգեկան առողջական խնդիրներ կամ թմրամոլ է կամ մեկ այլ խնդիր ունի։ Ես չեմ հիշում այդպիսի դեպք։ Ով հիշում է, խնդրում եմ կոմենտներում գրի։ Եվ այսպես մի փոքր անդրադառնամ նաև միջազգային փորձին, օրինակ Մեծ Բրիտանիայում այդպիսի բան չկա, բժիշկ ինքը դեկլարացիա է ներկայացնում, առողջության դեկլարացիա է կոչվում դա, հայտարարագիր, որտեղ ինքը հայտարարում է, որ ինքը չունի այս հիվանդությունները։ Եվրոպական մի շարք երկրներում շատ ավելի հեշտացրած է այս տեղեկանքի տալը, այսինքն բժշկի մոտ են գնում, իրենց ընտանեկան բժշկի, թերապևտի մոտ, որը տալիս է, որ տեղեկանք, որ այս մարդը, այս բժիշկը չունի որևէ խոչընդոտող հիվանդություն, այսինքն դիսպանսեր հսկողության տակ չի եւ այլն։ Այստեղ մի փոքր այսպես ուզում եմ ուշադրություն դարձնեք, սա հաշվառման վերաբերյալ տեղեկանք չէ, հաշվառման վերաբերյալ տեղեկանքը այլ է, շատ ավելի հեշտ է ստանում։ Հաշվառման ես թե հաշվառման չես, վերջ։ Իսկ այստեղ խոչընդոտող հիվանդությունների ցանկ է կառավարության որոշումով նախատեսած, որտեղ դուք պետք է ապացուցեք, որ դուք օրինակ ասենք թուլամիտ չեք, օրինակ նարկոման չեք, օրինակ երկու աչքի տեսողության, ասենք հետ կապված խնդիրներ, կուժ չեք եւ այլն, այսպիսի խնդիրներ, չունեք այլ այնպիսի խանգարումներ, որոնք որ խոչընդոտում են ձեր մասնագիտական գործունեությանը։ Սա այլ տեղեկանքի մասին է խոսքը։
Եվ հետևաբար այստեղ մոտեցում այլ է լինելու։ Իսկ եթե գումարենք նրան, որ հնարավոր է կասկածի դեպքում կախվածության կենտրոնում նաև լաբորատոր հետազոտություններ իրականացնեն, հոգենոր ներգործություն իրականացող նյութերի ազդեցությունը հոգեկան վարքային խանգարումների հետ կապված, ապա այստեղ արդեն թվերը շատ մեծանում են եւ հետեւաբար առողջապահության նախարարությունը, կառավարությունը պետք է սա նկատի ունենա եւ բժիշկների նկատմամբ այսպիսի վերաբերմունքը արդարացի չէ։ Համակարգի շարժիչ ուժն են բժիշկները, շուրջ 13000 բժիշկ լիցենզավորվելու է եւ նրանք պետք է այս ամբողջ շրջապատույտը իրականացնեն։ Հետեւաբար պետք է սրան շատ ավելի լուրջ նայել եւ առնվազն գոնե ֆինանսական կոմպոնենտով աջակցել բժիշկներին, զեղչեր անել, թույլ չտալ այսպիսի sense մեծ գումարներ, որովհետեւ բոլոր բժիշկները չէ որ շատ մեծ գումարներ են էլի վաստակում եւ նրանց համար դա ուղղակի հեշտ թեթև գումարի մասին է խոսքը։ Ինչպես նաև պետք է այս ամենի հետ միասին նաև ասել, որ ընդհանուր առմամբ վերաբերմունքը համակարգում բժիշկների նկատմամբ այդքան էլ գովելի չէ։ Օրինակ, համեմատության համար, եթե համեմատենք բանկում աշխատողներին, ապա նրանք իրենց ցանկացած գործարք իրականացնելուց կամ վարկեր վերցնելուց որոշակի զեղչեր են արվում, չէ՞ նրանց, որովհետև աշխատակիցներ են, որովհետև համակարգի աշխատող է։ Իսկ մեր մոտ համակարգի աշխատողի նկատմամբ ոչ մի վերաբերմունք չկա։ Հետևաբար կոչ եմ անում, սիրելի բժիշկներ, եւ դուք այս հարցը բարձրացրեք, եւ կառավարությանն եմ դիմում, եւ դիմում եմ առողջապահության նախարարությանը, կանգնեք բժշկի կողքին։ Պահանջը դրել եք, ինչքանով է դա որակի վերահսկման, որակի բարձրացման նպաստելու, դա թողնենք ապագային, ես այդպես տենց բաներով տենց չեմ մտածում, որ ինչ որ մեծ ազդեցություն է թողնելու բժիշկների, այսպես ասած, որակի, նրանց մասնագիտական որակների բարձրացմանը, սա ընդհանրապես գործառնական շատ խնդիր է, մարդիկ լուծելու են հարցը եւ վերջ, դրանով դուք որակ առանձնապես չեք բարձրացնելու, բայց արդեն որոշում եք կայացրել եւ գնում եք դրան։ Հետեւաբար պետք է կանգնել բժշկի կողքին եւ առնվազն բժիշկներին գոնե առողջապահության ոլորտում տեղեկան կառավարության մասին իրենց տեղեկանքի մասով գոնե դրանով աջակից լինեն մեր բժիշկներին։ Այսքանը լավ եղեք, կարծում եմ ես դեռ կանդրադառնամ այս թեմային։